Եթե մենք Միացյալ Նահանգներում ու Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ մենք կարող ենք ասենք, որ գոյություն ուներ ոչ ֆորմալ համագործակցություն, որը երբ որ ադմինիստրացիան փոխվեց, բացահայտվեց ու այդ դրա համար դիջիթալ պլատֆորմները ել ներողություններ էին խնդրում, ել մեղայականներ էին ասում, ել Ցուկերբերգը գնում էր Ջո Ռոգանի Ջո Ռոգանի մոտ ու պատմում ես ինչ քաք եմ կերել, այդ սաղ պատմությունները մենք ունենք, որ այդքան բանը եղել է, դա բացահայտվել է, ու այդ մարդիկ մեղայականներով գնացել էին ու ասում էին, այս ինչ վատ բաներ ենք մենք արել, ապա եվրոպականի դեպքում ասում ասենց ես ընդունել եմ օրենք, որ ազատ խոսքը ես գրաքննելու եմ, եթե դու չենթարկվես, դու գանքների տակ ես ընկնելու, ու այդ դրա մասին բացահայտ խոսացել են Իլոն Մասկը ու Դուրովը։ Այդ երկու մարդը ասել են, որ եվրոպացիք եկել են մեր մոտ ու ասել են գրաքննություններ դրեք, ու Իլոն Մասկը ասել է, որ բոլոր մնացածները համաձայնվել են այդ գրաքննությունը ներդնել, իսկ ես չեմ համաձայնվել ու չեմ ներդրել ու պատրաստ եմ տուգանքների։